Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի հուլիս ամսվա տարրո կանխատեսումը այծեղջյուր նշանի համար։ Սիրելի այծեղջյուրներ, 5-ական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի շատ խաղաղ, հանգիստ, ամեն ինչ իր հունով կընթանա։ Որևէ ընտրության առջև գուցե կանգնեք, տարբեր լինի, տարբերակները շատ լինի, բայց դժվար կենտրոնանաք, որպեսզի ընտրություն կատարեք։ Այս քարտը կարող է խոսել նաև որևէ համագործակցության մասին, որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին, ինչ-որ պայմանագրի մասին։ Շատերը օգնություն կստանան այս ժամանակահատվածում, այս ամսում, թե ինչ օգնություն կլինի, արդեն ամեն մեկը մի ձևով կզգա, կարող է լինել ֆինանսական օգնություն, կարող է օրինակ ինչ-որ բան ձեզ նվեր տան, գուցե հագուստ կամ նման ինչ-որ հարցեր կամ օգնություն օրինակ աշխատանքի ընդունվելու հետ կապված, օգնություն կարող է համարվել նաև օրինակ տան տարեց մարդիկ ավակ անդամները երեխաներին պահեն, դու գնաք հանգստի, չէ՞ որ դա եւս համարվում է օգնություն կամ ինչ-որ մեկը ձեզ ընտանիքում օգնի, կենցաղում եւ այլն, բայց օգնություն, էներգիան այս քարտի օգնությունն է, որը դուք կստանաք։ Շատերը այս ժամանակահատվածում կվերադառնան իրենց անցյալ, կստեղծվի ինչ-որ հաճելի միջավայր, որը ձեզ կտանի անցյալ, գուցե ձեր անցյալից ինչ-որ մարդկանց հանդիպեք այս ժամանակահատվածում, ում կարոտել եք, այսպես հաճելի միջավայր ստեղծվի, նվերներ գուցե ստանաք, գուցե ժամանակին ինչ-որ մարդկանց համար լավություն եք կատարել, նրանք վերադառնան ձեր կյանք ձեզ շնորհակալ լինելով, գուցե ծաղիկներ ստանաք, շոկոլադ, նման ինչ-որ հարցեր կլինի, բայց ինչ-որ բան, ինչ-որ մեկը գուցե անցյալից վերադառնա ձեր կյանք եւ այսպիսով ձեզ համար հաճելի մթնոլորտ ստեղծվի։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը կունենանք լիալուսին, այն կլինի ամսի 10-ին, հենց ձեր նշանում է լինելու սիրելի այծեղջյուրներ այս լիալուսինը, մի քանի օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ այս լիալուսինը ձեզ բերելու է ավարտ։ Ինչ է նշանակում, հատկապես ձեր առաջին տանն է լինելու, այսինքն ինչ որ բան կփոփոխվի ձեր կյանքում, գուցե որոշեք փոխել ձեր արտաքինը, գուցե հարաբերությունները խզվեն, կարող է լինել թե գործնական, թե անձնական, ինչ-որ բան ձեր կյանքում փակվելու է եւ նորն է բացվելու։ Իհարկե հնարավոր է ոմանք որոշեն, օրինակ արտաքին միջամտությունների դիմեն, էսթետիկ, պլաստիկ միջամտությունների, իրենց արտաքինը փոխեն, ոճը փոխեն, այսինքն դա եւս համարվում է ավարտ, ինչ-որ բանի ավարտ, նոր բանի սկիզբ։ Նման ինչ-որ հարցեր կլինեն։ Եվ կունենանք նորալուսին, այն կլինի ամսի 24-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն թողնելու, այսինքն սա նոր էներգիա է, նորություն է, նոր սկիզբ է, որևէ տղամարդ, ով ձեզ համար շատ կարևոր է, ում խոսքը ձեզ համար արժեք ունի, այս տղամարդը կարող է լինել ձեր ամուսինը, ձեր հայրը, կամ պետական համակարգից ինչ-որ մեկը, ինչ-որ մարդ, ով ունի ստատուս, նրա հետ կապված ինչ-որ նորություն է սպասվում ձեր կյանքում։ Թե ինչ նորություն կլինի, ինչ նոր սկիզբ կլինի, ամեն մեկը մի ձևով կզգա, բայց այս նորություն հաստատ կլինի նման տղամարդու հետ կապված։ Այսքանը սիրելի այծեղջյուրներ կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։